եւ մյուս բնակավայրի համար այդ հարցը կարելի է շահարկել եւ մեկնաբանել եւ ցանկացած։ Այսինքն խնդիր չի առաջադրվել է, եթե ինքը տեխնացու որպես ընտրություններին իր մասնակցությունը, եթե ինքը խոյ բնակավայրից լինի եւ չխոշորացվի։ Օրենքի խախտում չի լինի։ Իհարկե օրենքի խախտում չի։ Այսինքն ինքը լինելով խոյ բնակավայրից կարող է լինել վաղարշապատում համայնքի ղեկավար։ Խոյ եւ վաղարշապատ բնակավայրերը շրջանառված ուրեմն որոշման համապատասխան խոշորացվելու են։ Եվ այսուհետ դառնալու է մի համայնք։ Եթե չխոշորացվեն կկարողանա ինքը։ Մեր մոտ եթե չխոշորացվելու սցենար չկա, մենք գնում ենք համայնքների միավորման գործընթացին եւ դրա պարագայում արդեն ասացի, որ այո, մեր տեխնացուն լինելու է պարոն Մեխակյանը։ Որովհետեւ հնչում են տեսակետներ, կարծիքներ, որ սա հենց այդ նպատակով է արվում, որ ձեր տեխնացուն Ոչ, այդ նպատակով չի արվում, արվում է հետեւյալ տրամաբանության մեջ խոշոր համայնքային միավորները ավելի հեշտ են կառավարելու տեսանկյունից եւ ավելի էֆեկտիվ են։ Եվ Վաղարշապատը մեր միակ համայնքն է, որը ըստ տրամաբանությունից դուրս էր միավորվել 2021-ին, այսինքն միացել է մի գյուղական բնակավայր եւ մենք փորձում ենք ուրեմն այս ձևով բերել են նույն տրամաբանության մեջ, ինչով աշխատում ենք։ 21-ին չէի կանում ամբողջապես։ Տեսեք, մենք միավորման գործընթացը շատ տեղերում փուլային ենք անում եւ 2026-ին էլ վստահաբար լինելու են համայնքներ, որոնք վերամիավորվելու են, ճիշտ այնպես ինչպես 2021-ին են եղել ուրեմն համայնքներ, որոնք վերամիավորվել են 2017 թվականի, 16 թվականի խոշորացումից հետո, այնպես որ սա շարունակական process է եւ պայմանավորված չի ինչ-որ քաղաքական հանգամանք։ Բայց պարոն Խուդասյան, ինչու հենց պարոն Մեխակյանին կես տարի չկա մարզպետ է նշանակվել, ինչու հենց իր տեխնացիան վրա։ Պարոն Մեխակյանը լավագույն տեխնացուն է Վաղարշապատի համար, հենց նույն են տրամաբանության մեջ, որ ինքը թերևս միակ մարդն է, որը կառավարման process-ին որպես ղեկավար մասնակցել է եւ Խոյ համայնքում որպես համայնքի ղեկավար եւ Վաղարշապատում որպես համայնքի ղեկավարի տեղակալ, քաջատեղյակ է համայնքի խնդիրներին եւ որպես իմ նշած պաշտոններում աշխատելով եւ որպես Արմավիրի մարզպետ եւ դրանից առաջ որպես Արմավիրի փոխմարզպետ եւ ես կարծում եմ, որ էջմիածնեցիները Խոյ ամենքի գյուղական բնակավայրերի ներկայացուցիչները ավելի լավ ընտրություն չունեն, քան պարոն Մեխակյանը։ Ինքն է գլխավորելու ցուցակը ԿՓ-ի ընտրություններին արտահայտել։ Այո, կուսակցության վարչությունը ունի այդպիսի որոշում եւ պարոն Մեխակյանը գլխավորելու է մեր նախընտրական ցուցակը։ Նախկին համայնքապետի հետ կապված այսպես պարբերաբար Գասպարյանի մասին է խոսքը, պարբերաբար նա այսպես սկանդալային կոռուպցիոն ինչ-որ սկանդալների կենտրոնում է հայտնվել, բայց մինչ օրս որևէ ինչ-որ բացահայտում կամ պատասխանատվության չի ենթարկվել, լավ այսպես։ Հարգելի գործընկերներ, այդ հարցի ասացիատերը ես չեմ, Տիկին Գասպարյանը հրաժարական է տվել համայնքի ղեկավարի պաշտոնից, ինքը մեկնաբանել է իր հրաժարականը, մենք հարգում ենք Տիկին Գասպարյանի որոշումը եւ ես դրան ավելացնելու ոչինչ։ Պարոն Խուդասյան, երեք ֆեյսբուքում ձեր 2019 թվականի գրառումն էին պատտում տարբեր անձին, Կաշկովս ընկա, որտեղ դուք շնորհավորում եք Արցախի տոնը սեպտեմբեր 2-ին գրել եք Արցախը Հայաստանը եւ վերջ տոնը շնորհավոր Արցախ։ Շատ լավ, իսկ այդ շրջանակներին թվում է ես պետք է խմբագրեմ իմ կյանքի նախորդ ընթացքի հետապները, ինչի մասնակցել կարող ենք ասել, որ հիմա չեմ խմբագրել։ Կարող եք այսքան հիմա եք պնդում, որ Արցախը նոր իրողությունների մասով դուք գիտեք, ես դրան ավելացնելու ոչինչ չունեմ։ Եթե այլ քաղաքական հարցեր կամ նախարարության համակարգման ոլորտներին վերաբերող Արցախի մասով ինչ եք այն ժամանակ ասել Հայաստանը։ Վերաբերյալ էր հարցը։ Պարոն Մեխակյանի նախով է փոխարինելու Արմավիրի մարզպետի պաշտոնում եւ ինչու է ըստ էության իջեցնում նրա պաշտոնը տանելով որպես քաղաքապետ եւ Լոռու մարզպետով է նշանակվելու, քանի որ 10 օրից ավել է Լոռուն մարզպետ չունի։ Մարզպետների նշանակման որոշումները ուրեմն կայացնում է կուսակցության վարչությունը քննարկում է հարցը։ Երբ որ պարոն Մեխակյանի ուրեմն տեղափոխությունով պայմանավորված Արմավիրի մարզպետի պաշտոնը թափուր մնա, վստահաբար վարչությունը այդպիսի որոշում կայացնի եւ դուք ինչպես այս պահին այդպիսի հարց մեր օրակարգում դեռևս այս պահին այդպիսի հարց դեռևս մեր օրակարգում չկա։ Նույնը պիտի ասեմ վերաբերում է Լոռու մարզպետին, քննարկումներ կան, բայց երբ որ ժամկետային առումով նախատեսված է 2025 թվականի տարեվերջին կոնկրետ ժամկետ այսպայն զերծ կմնա ասել։ Ժամկետները հայտնի են այդ Վաղարշապատի մոտ։ Դա նկատի ունեմ, երբ որ ասում եմ տարեվերջին։ Խոշորացումն եմ հարցնում։ Վաղարշապատի նույն եթե նկատի ունեք ընտրական process-ը, նույն ժամկետի մասին ենք խոսում։ Պարոն Խուդասյան, դուք նույն օրն է լինելու, ոնց է խոշորացումից հետո։
Այդ ընտրություններով համայնքների միավորման գործընթացը ամբողջականացվել է։ Այսինքն համայնքապետի ընտրություններ արդեն։ Դա նկատի ունեմ, երբ որ ասում եմ։ Այսինքն եւ խոշորացում եւ միաժամանակ կլիներ։ Խոշորացումը կլինի բնականաբար մինչ այդ այն աշխատանքային ռեժիմը մինչով ազգային ժողովը կհասցնի ընդունել վարչատարածքային ուրեմն բաժանման մասին օրենքում անհրաժեշտ փոփոխությունները, որից հետո արդեն մինչև տարեվերջ կլինեն ընտրություններ։ Պարոն Խուդասյան, չնայած Արցախի մասով ասում եք, որ նոր իրողություններ կա, ու չեք ասում։ Ես հարցին պատասխանեցի եւ հետեւյալ պատասխանը պիտի տամ, եթե կան մարդիկ, ովքեր կարծում են որ ես պիտի իմ կյանքի ես կամ այն этаպում խմբագրումներ անեմ, այդ մարդկանց մեծ հիասթափություն է։ Այսինքն հիմա է կոնդը որ Արցախը Հայաստանը եղել։ Իրողություն է այս տեղի ունեցողը, պարոն Խուդասյան, եթե ժամանակին Արցախը Հայաստան եք համարել, հիմա ձեր քաղաքական թիմի ղեկավարը այն Ադրբեջանի մաս է համարում, հակասություն չկա ձեր եւ վարչապետի միջեւ այս մասով։ Ես բազմաթիվ անգամներ առիթ եւ հնարավորություն ունեցել եմ մեկնաբանելու եւ այդ առիթները հնարավորությունները օգտագործել եմ։ Դուք իմ դիրքորոշման մասին լսել եք եւ այդ դիրքորոշման մեջ փոփոխություններ չկան։ Առաջարկում եմ հարցերը տալ ուրեմն նախարարության համակարգման ոլորտներում, մանավանդ որ այդ ոլորտներում մեծ թվով աշխատանքներ իրականացնել։ Մի վարքյան մի հարց, ձեր նախորդ հայտարարությունների հետ կապված եկեղեցու մասով դուք ասացիք, որ կաթողիկոսին կարող ենք փոխել սահմանադրությամբ ամրագրված շրջանակները։ Ես անհրաժեշտ մեկնաբանություն արել եմ եւ այդ մեկնաբանություններն ավելացնելու ուրեմն ոչինչ չունեմ։ Ինչով է առնչվում եկեղեցուն եւ կաթողիկոսի փոփոխմանը։ Ես նորից եմ կրկնում, վերջին этаպում բավարար թվով մեկնաբանություններ տվել եմ այդ թեմային եւ այդ մեկնաբանություններին ավելացնելու ոչինչ չունեմ։ Ձեր նոր մեկնաբանություն նոր հարց է առաջացնում, պարոն Խուդասյան, դա է։ Սահմանադրությունը մարդիկ տարակուսանք են հայտնում, ասում են նախարարը չգիտի, որ սահմանադրությամբ հնարավոր չէ կաթողիկոս փոխել։ Անջատ են իրարից։ Դուք իմ ասածը վստահաբար կոնտեքստից կտրում եք եւ նորից պիտի վերադառնամ։ Ես անհրաժեշտ մեկնաբանություն այդ հարցին արել եմ եւ դրան ավելացնելու դուք կարող եք անվերջ շարունակել այդ հարցը, որի ես անվերջ կարող եմ տալ այդ պատասխանները։ Կընդգրկվեն այդ հանձնաժողովի կազմում, ինչ որ կուսակրոնների են գտնելու, որ ես մանրամասներին չեմ տիրապետում։ Հանձնաժողովի եւ ընտրության հետ կապված մանրամասներ չեմ տիրապետում։ Դուք երկու այդ բաները նիստեր ավականու ամեն դեպքում ԿՊ բոյկոտի որ ԺՊ նշանակի։ Օրենքով սահմանված կարգով ուրեմն այլ մեխանիզմ է դեպքում գոյություն չունի եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ունի որոշում կայացած, որ գնում է համայնքում արտահերթ ընտրությունների, որը զուգահեռվելու է համայնքների միավորմամբ եւ դրա համար կա անհրաժեշտ ընթացակարգ, այն է երկու անգամ անընդմեջ համայնքի ղեկավար չընտրվի, մինիստրը նշանակված է այսօր եւ չի բացառում, որ արդեն այս ժամերին տեղի է ունեցել կամ այդ տրամաբանության մեջ ավելի ճիշտ է ասել, որ տեղի չի ունեցել։ Երկրորդ նիստը կնշանակվի դրանից հետո օրենքով սահմանված ժամկետում եւ մենք ունենք որոշում, որ մեր ավականու խմբակցությունը այդ նիստերին համայնքի ղեկավար չի ընտրելու եւ հետեւաբար այո ձեր ասած ընթացակարգով գնում ենք առաջ։ Որպես նախարար, որպես օրինակ ասում եմ, որ հասկանալի լինի։ Օրինակ դուք կամ առաջ որտեղ դուք նախարար եք, օրինակ կարող եք դուք Արագածոտնի որևէ համայնքում առաջադրվել ընտրություններին որպես համայնքի ղեկավար։ Շատ լավ, ես կուզեմ ընդհանուր առմամբ անդրադառնալ ձեր հարցին, որովհետև ես ձեր հարցի այդ տրամաբանության կամ գործընկերների այդ տրամաբանության մասը բաց թողեցի, չանդրադարձա, բայց դա շատ կարևոր է, իրականում համայնքի ղեկավարի պաշտոնը ընտրովի պաշտոն է։ Դա չպետք է համեմատվի։ Ես անդրադառնամ նախորդ հարցին, որը հնչել է եւ հետո պատասխանեմ ձեր հարցին։ Այս տրամաբանության մեջ մարզպետից համայնքի ղեկավար տեղափոխվել է, ուրեմն պաշտոնի իջեցում չի եւ պաշտոնի ցածրացում չի, ավելին կարծում եմ քաղաքականության մեջ զբաղվող ցանկացած մարդ, ցանկացած ուրեմն քաղաքական գործիչ պիտի երազի այդպիսի պատվին արժանանալու, երբ որ համայնքի բնակիչները իրեն հնարավորություն կտան։ Իմիջիալոց ասեմ, որ այդ առումով պարոն Մեխակյանը արդեն այդպիսի հնարավորություն ստացել է խոյում եւ հաջողությամբ իրականացրել է բազմաթիվ ծրագրեր, որի մասին կհաստատեն բնակիչները, այլ կարգավիճակով համայնքի ղեկավարի տեղակալի կարգավիճակով հնարավորություն է ունեցել ծառայելու էջմիածնեցիներին եւ էջմիածնեցիները վստահաբար այդ ծառայությունը դրական են հիշում եւ միավորման պարագայում ես վստահ եմ, որ ավելի լավ ընտրություն քան պարոն Մեխակյանն է հնարավոր չի ուղղակի կայացնել։ Եթե անդրադառնալ նորից հարցը կրկնեք։ Ենթադրենք դուք հիմա նախարար եք, գնաք Արագածոտնի ինչ որ համայնքում առաջադրվեք որպես համայնքի ղեկավար։ Դուք այդ հնարավորությունը իրավական առումով կունենաք։ Մեր օրենսդրությունը ունի հետեւյալ ուրեմն պարտադրանքը, որ առաջադրվող տեխնացում
պետք է լինի տվյալ համայնքի բնակիչ։ Պարոն Մեխակյանը Խոյ համայնքի բնակիչ է, միավորման դեպքում Վաղարշապատ եւ Խոյ համայնքները դառնում են մեկ համայնք եւ այս տրամաբանության մեջ այո օրենքի կարգավորումները թույլ են տալիս պարոն Մեխակյանին առաջադրել։ Դասը իր համար են հատուկ միացնում։ Կասկածները, որ միացնում են, որ պարոն Մեխակյանը դառնա։ Ոչ հարգելի գործընկերներ, որովհետեւ տրամաբանությունը հետևյալն է, մենք օրենքը չենք հարմարեցնում տեխնացուին, տրամաբանությունը հետևյալն է, բացի Վաղարշապատ համայնքից մենք չունենք այլ բնակավայրեր, որոնք խոշորացման արդյունքում պարունակում են ընդհանրապես երկու բնակավայր, Վաղարշապատի դեպքում դա Էջմիածին քաղաքն է եւ Ոսկեհատ գյուղը, այդպիսի մոդել Հայաստանի ոչ մի այլ տեղում չկա կիրառված եւ վերամիավորումը հնարավորություն է տալիս եւ մեծացնել ուրեմն Վաղարշապատ համայնքի բյուջե եկող եկամուտները, որովհետև մեր դոտացիաների գործող համակարգը խրախուսում է բազմաբնակավայր համայնքները եւ դա հնարավորություն է տալիս եւ Վաղարշապատում եւ Խոյ համայնքում այսպիսի այսօրվա իրավիճակով ասած իսկ հետագայում ընդհանրացված Վաղարշապատ համայնքում իրականացնել ավելի մեծ ծրագրեր, իրականացնել ավելի հավակնոտ ծրագրեր։ Անդրադառնամ ձեր հարցի երկրորդ մասին, այստեղ պիտի նորից կրկնեմ, որ քաղաքական նպատակահարմարությամբ չի որոշվել, կառավարչական նպատակահարմարությամբ է որոշվել, հաշվի առնելով համայնքների բնակավայրերի եւ առաջին հերթին բնակիչների շահերը։ Պիտի ասեմ, որ նաեւ այս process-ը միայն Վաղարշապատով պայմանավորված չի, սա սկսվել է ավելի վաղ, մենք 2021-ին էլ ունեցել ենք միավորված համայնքների վերամիավորումներ, 2025-ին այդպիսինը կդառնա Խոյը եւ Վաղարշապատը, եւ այս process-ը այդտեղ չի կանգնի եւ 2026-ի թիմ հերթական ընտրությունների ժամանակ վստահաբար մենք նոր համայնքների, նոր միավորված համայնքների վերամիավորումներ կտեսնենք եւ այդ վերամիավորումների նպատակը նորից նույնն է լինելու, բարձրացնել Նշել են համայնքները, ոչ վերջինիստում, դրանից ավելի լավ։ Որոնք են, որ ասում եք էլի համայնքներ կլինեն։ Ըստ բանի քննարկումները ավարտված չեն, չեմ ցանկանա։ Պարոն Խոդացյան, հաշվի առնելով նախորդ համայնքներում վերջին ընտրությունների արդյունքները, որտեղ ԿՊ-ն երկուսում էլ պարտվեց, միտեղ տենց բացահայտ պարտվեց։ Դուք ինչ հույս ունեք, որ միասին կարողանաք 50+1%-ով Հարգելի գործընկերներ, նորից պիտի ասեմ, որ համայնքի ղեկավարի ընտրությունները դրանք առաջին հերթին տեխնացուների անձով պայմանավորված ընտրություններ են եւ մենք մտահոգություն չունենք Վաղարշապատի հետ կապված, որովհետեւ վստահ ենք, որ պարոն Մեխակյանի եւ անձը եւ անցած ճանապարհը եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության կառավարման արդյունքում մարզում եւ Վաղարշապատում եւ Խոյում իրականացված աշխատանքները մեզ տալիս են վստահությունը, որ պարոն Մեխակյանը ընտրվելու է առաջիկա համայնքի ղեկավարի ընտրություններին։ Բարձր վարկանիշ կամ հեղինակություն, բայց ԿՊ-ի վարկանիշը տեսնում ենք, որ ես նորից պիտի ասեմ, կլինեն ընտրություններ, կտեսնենք Ինչքան է քաղաքացիական պայմանագրի վարկանիշը, այս խոսակցությունները ինձ հիշեցնում են ոչ այդքան հեռավոր 2021-ի ընտրությունները, երբ որ ընդդիմությունը եւ ոչ միայն ընդդիմությունը բարձրաձայնում էր, որ քաղաքացիական պայմանագրի վարկանիշը իջել է եւ դրանից հետո օրինակ իմ ղեկավարած Արմավիր համայնքում քաղաքացիական պայմանագիրը 4.5% ավել ձայն ստացավ, քան ստացել էր 2018 Ձեր ղեկավարած Արմավիր համայնքի փառաքարում հայտարարել Գյումրիում էլ կոալիցիոն գործընկերներ միացել են իրար, մենք Վաղարշապատի հետ կապված այդպիսի մտահոգություններ չունենք, ժամանակը ցույց կտա, այդ ընտրությունները ամենևին էլ սարերի հետևում չեն եւ ժամանակը ցույց կտա, որ մենք մտահոգություններ չունենք եւ այդ չունենալու փաստը արդարացվելու է ընտրության արդյունքներով։ Այս երկրում որևէ մտահոգություն ունի, որևէ ոլորտ կամ որևէ բան կա, որ ձեզ մտահոգում է, պարոն Խուդակյան, որովհետեւ տպավորությունն է, որ մեր երկրում ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ լավ է, բոլորը երջանիկ են։ Իմ համակարգման, ես ասեմ, իմ համակարգման ոլորտներին առնչվող, այո, բազմաթիվ տեղեր կան, ուրեմն մեծ ոլորտներ են, որտեղ մտահոգվելու առիթներ կան, մենք փորձում ենք լուծել այդ մտահոգվելու առիթները, վերացնել դրանք, բայց աշխատանքային process-ը եւ հասկանալի է, որ ամեն ինչ հարց չի ընտրել։ Ինչու՞ չեք հաստատում, ասում են, որ ձգում եք։ Երկու միջգերատեսչական նիստ է տեղի ունեցել այս տարվա ընթացքում, որի արդյունքում հաստատված բազմաթիվ ծրագրեր կան, ավելին ասեմ, այն բոլոր ծրագրերը, որոնք պատրաստ են եղել այդ բանի եւ փաթեթները ամբողջական են եղել, իրենք հաստատվել են, հաստատված ոչ մի ծրագրի մասով բյուջեի խնդիր չունենք եւ առհասարակ այս բային բյուջեի խնդրով պայմանավորված ծրագրի սահմանափակումներ չունենք։ Համայնքներ կան, որտեղ մեծ օրինակ կապիտալ շինարարություն պետք է սուբվենցիոն ծրագրով եւ եթե դուք կառավարությունը ուշ հաստատի օրինակ օգոստոսի կողմերը հաստատի, կմնա մյուս տարի։ Տեսեք,
ասած ինֆորմացիան չճշտված էր, դուք ասում եք չեք հաստատել, մենք հաստատել ենք 2 միջգերատեսչական ուրեմն հանձնաժողովների նիստերում եւ վերջինը հաստատել ենք ավելի քան 1 ամիս առաջ, դրանից առաջ դրա նախորդը հաստատել ենք ավելի քան 2-3 ամիս առաջ, իհարկե կան ոչ ամբողջական փաթեթներ, կան ոչ ամբողջական փաթեթներ, կան աշխատանքներ, որոնք կառավարության համար առաջնահերթություն չեն, մենք առաջնահերթությունները խմբավորել ենք, համայնքները տեղյակ են այդ առաջնահերթությունների մասին, ավելին ասեմ, որ ուրեմն արդեն կան բազմաթիվ կայացած շինարարական մրցույթներ եւ ես չեմ բացառում, որ այս օրերին էլ 2025 թվականին հաստատված սուբվենցիոն աշխատանքների մասով շատ համայնքներում աշխատանքներ են իրականացվում։ Պարոն Խուդատյան, Տավուշի մարզում տեսել եք ասֆալտապատված այդ ճանապարհը փլուզվել է, դա ինչի հետևանքով է այդպես եղել։ Ասեք, որ ճանապարհի մասն է։ Գյուղերից մեկի ճանապարհը, ՀՄԿ-ը նույնիսկ այդ մասին ռեպորտաժ էր պատրաստել, այսինքն լավ չեն կարողանում կառուցել կամ հաշվի առնել նախապես, որ այնտեղ սողանկային ինչ-որ գոտի է, համապատասխան աշխատանքներ անեն։ Չիմացա, որ ճանապարհի մասն է խոսքը, բայց չեմ բացառում, որ եթե յուրաքանչյուր տարի կառավարությունը 700 կիլոմետր ճանապարհ է կառուցում, որից 500-ը կառուցում է հիմնականում ճանապարհային դեպարտամենտի պատվերով եւ եւս 200-ը կառուցում է համայնքներում, որտեղ կառավարությունը ունի համաֆինանսավորման մասնակցություն, յուրաքանչյուր տարի 700 կիլոմետր կառուցելով ես չեմ բացառում, որ 2-3 հատվածում էլ հնարավոր է որոշակի խնդիրներ, ասեմ, որ այդ ճանապարհները, եթե կառուցված են 3 տարվանից ոչ ուշ, իրեն գերաշխիքային ժամկետում են եւ այդ ճանապարհները ենթակա են վերականգնման առանց պետական բյուջեի եւ ուրեմն վնասելու։ Մեկ հարցել տամ ու գնամ։ Պարոն Խուդատյան, ինչ սկզբունքով օրինակ երբ որ Նիկոլ Փաշինյանը գնում է համայնքներ, մի տեղում տեսնում ենք համայնքապետերը ներկա են, դիմավորում են, իսկ մյուս տեղերը համայնքապետերը ասում են տեղյակ չէինք։ Վարչապետը վիդեո հրապարակեց, եկավ գնաց, նոր իմացանք, որ այցելի գործընկերները հասցեատերը ուրեմն կառավարության արարողակարգն է, ես այցերի կազմակերպման մասով, արարողակարգային մասով ինֆորմացիա չեմ գնահատել։ Ինչ-որ բան կա, օրինակ գնալ Գյումրի Վարդան Ղուկասյանին չասել, բայց գնալ բազմաթիվ ընդդիմադիր համայնքի ղեկավարներ, որոնց համայնքներ վարչապետի այցի ժամանակ համայնքի ղեկավարները մասնակցում են, դիմավորում են հանրապետության վարչապետին, տեխնիկական կազմակերպչական հարցերով պիտի խնդրեմ հարցը ուղղել ուրեմն վարչապետի արարողակարգ։ Որպես քաղաքական թիմի ներկայացուցիչ, օրինակ ինչ է կարծում պետք է Վարդան Ղուկասյանը ներկա լինի, թե ոչ վարչապետի այցերին։ Առաջին հերթին Վարդան Ղուկասյանը պետք է ինքը մեկնաբանի, ինքը պիտի ներկա լինի վարչապետի այցերին, թե ոչ։ Ինքը ասում է, եթե արարողակարգը պահին ինձ կանչեն, ես էլ կգնամ։ Այդ տեսակ հետ վերադարձանք արարողակարգային հարցերին, դրա համար որպեսզի տեխնիկական հարցերում ես չիմացության պատճառով սխալ պատասխան չտամ։ Դուք քաղաքական ասեք, պետք է Վարդան Ղուկասյանը լինի, թե ոչ, որպես ԿՊ-ի։ Ես ասում եմ առնվազն քաղաքական առումով բազմաթիվ են այնպիսի համայնքները, որտեղ ընդդիմադիր այդ հարցը ուղղեք ավելի շուտ Վարդան Ղուկասյանին։ Իսկ դուք ընդդիմադիր համայնքապետերում եք ճանաչում, ում նկատի ունեք, որ գիտեք ընդդիմադիր են։ Հետաքրքիր է հարցեք տալիս, իրականում եթե անկեղծ վստահաբար այդպիսի համայնքի ղեկավարներ կան, ովքեր իրենք են իրենց համարում ընդդիմադիրներ, ենթադրում եմ այդ համայնքի ղեկավարներն են ընդդիմադիր։ Իրենք ասում են մենք համայնքի մի վարքան, ասում են համայնքի ղեկավար ենք, ընդդիմադիր չենք։ Այսինքն ոչ թե քաղաքական բան չեն, թեև չեն ներկայացնում, գուցե այացներով ընդդիմադիր են, Ես ողջունում եմ համայնքի ղեկավարների այդ հայտարարությունը եւ համակարծիք եմ իրենց։ Դուք ասացիք ընդդիմադիր համայնքներ, դրա համար եմ ասում, էլի, ընդդիմադիր համայնքի ղեկավարները ասելով նկատի ունեմ են համայնքի ղեկավարներին, ովքեր իրենց ընդդիմադիր են համարում, իսկ նրանք ովքեր իրենց իշխանական են համարում կամ համարում են, որ իրենց գործը բացառապես համայնքի շահերը սպասարկելն է եւ համայնքի շահերին ծառայելն է, ես ողջունում եմ մեր համայնքի։ Ձեր մտքում մի բան կար, չէ՞, ինչ-որ անուններ երևի կային, որ ասացիք ենթակի։ Դուք ինձ որքան էլ համոզեք, ես անուններ չեմ։ Մի բան է ճանապարհների հետ կապված, Նարեկը որ ասաց Տավուշ, ես էլ ձեր ուշադրությունը հրավիրեմ, երեք մենք անցանք, դուք էլ եք վստահ անցակ տեսակ ճամբարակ տանող ճանապարհի հետ փլուզված հատվածը, մարզպետի ես առանձին զրույցում որոշ պարզաբանումներ ինքը ասաց ինչ է եղել, բայց մարզպետը վստահաբար պարզաբանումներ ներկայացրել է, ես այդ պարզաբանումներին ավելացնելու բան չունեմ, ընդամենը ասեմ, որ ավելի հարցի ամենահետաքրքիր մասին անդրադառնամ մրցույթային գործընթացը եւ առաջիկայում այդ հատվածը կվերականգնվի։ Ոնց հասկացանք, ինչ որ դա ոչ մրցույթով, այսինքն կողքից ոնց որ հավելյալ կատարած աշխատանք եղել, բայց սողանքային նստվածքի հետ կապված աշխատանքներ են, որոնք վստահաբար կվերականգնվեն։ Սա հենց իմ ասած տրամաբանության մեջ է, որովհետեւ մենք նախորդ տարի օրինակ 700 կիլոմետր ճանապարհ ենք կառուցել, իսկ ձեր ասած փլուզված հատվածը կարծեմ 15-20 մետր եթե
ոչ ավել։ Ամբողջությամբ չի վճարվել այդ աշխատանքը։ Պարոն Խուդատյան, ներողություն, Նիկոլ Փաշինյանը գնում է եկեղեցիներ, տեսնում է այնտեղ իրեր եւ ասում է ոնց որ չուլան լինի։ Հիմա խնդրում եմ նայենք կառավարության պատուհաններին, տեսեք ինչ կեղտ է։ Դուք սրան ինչ անունորին։ Ես կառավարության պատուհանների ուրեմն կեղտ նայեք, էլի փոշին ինչ հաստության։ Դե ընդհանրապես հարցը պիտի ուղղեն հոակին, ով որ զբաղվում է կառավարության շենքի սպասարկում։ Ոչ։ Ինչու բալու ինչ փոշի։ Դա դուք հարցրեցիք, ես ասացի ոչ։ Իսկ ինչու է որ եթե այլ հարցեր կան եկեղեցում դրված է իրեր դրանք չուլանի տպավորություն։ Չէ, դուք ինձ ուղիղ հարց եք տալիս, ես ձեզ ուղիղ պատասխան եմ տալիս։ Իսկ ինչպես է ստացվում որ եկեղեցում դրված են իրեր, որոնք չուլանի տպավորություն են ստեղծում, իսկ այս Շարունակ անձրևային եղանակից հետո պատուհանին հայտնված փոշին, անձրևային եղանակից հետո պատուհանին, դե ես չգիտեմ, այս հոակը կամ պոակը ինչ տրամաբանության մեջ են սպասարկում եւ երեք ոչ Ինձ կարող եք 8 անգամ նույն հարցը տալ, ես 8 անգամ հանգիստ կպատասխանեմ ոչ։